Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ այստեղ հնչեց Հրազդան ցեմենտի հետ կապված որոշ մտահոգություններ, ես լինելով հրազդանցի եւ մոտիկից ճանաչելով բոլոր խնդիրները չէի կարող պարզապես այս մասին չխոսել։ Պարոն Թունյանին ուզում եմ ասել, որ Հրազդան ցեմենտի ինքնարժեքը թանկ է, որովհետև որակն է ավելի բարձր եւ խոսքը այստեղ պարոն Զաքարյան սնանկության մասին չէ, այլ կեղծ սնանկության մասին է եւ ես այդ մասին խոսել եմ եւ այստեղից եւ նամակներ եմ գրել կառավարության գործընկերներին եւ անձամբ վարչապետին եւ մինչ մենք այստեղ մտածում ենք տեսենք սնանկի խնդիրներ կան կամ սնանկի կառավարիչը լավն է վատն է, ես ուզում եմ նշել, որ Հրազդան ցեմենտի շուրջ 400 աշխատակից Վերջին անգամ աշխատավարձ է ստացել մարտ-ապրիլ ամիսների դեկտեմբերին եւ այսինքն շուրջ 1 տարի եւ ավելի Հրազդան ցեմենտի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել ընդհանրապես։ Ես ուզում եմ նշել, պարոն Զաքարյան, անկեղծ ասած ես չգիտեմ դուք երբ եք նշանակվել փոխնախարար, բայց ասեմ, որ Հրազդան ցեմենտում կա միլիոնների հումք եւ միլիոնների պատրաստի արդեն ապրանք, որը այսպես ասած կառավարիչները կամ փայատերերը սեփականատերերը թույլ չեն տալի, որ դա վաճառվի եւ եթե կա լրացուցիչ քննարկումների կարիք, ես պատրաստ եմ լինել այդ կամուրջը ձեր եւ Հրազդան ցեմենտի աշխատակիցների միջեւ, որպեսզի հնարավորինս ավելի շատ լույս սփռվի այս խնդիրների վրա, հաշվի առնելով նաեւ, որ դուք ձեր կողմից նշեցիք ցեմենտը ռազմավարական ապրանք է եւ մենք գտնվում ենք բավականին հետաքրքիր տարածաշրջանում, որ ինչ որ մի փուլում պարզապես կարող է Հայաստանի Հանրապետությունում ցեմենտ չներկրվի, հետեւաբար այս խնդիրը չի դառնում միայն Հրազդանի եւ Հրազդանի աշխատակիցների խնդիրը, այս խնդիրը դառնում է պետության խնդիրը եւ մենք պետք է ոչ թե այսպես նստենք նայենք թե ոնց են 1 կամ 2 արկածախնդիր վերջնականապես փչացնում կամ վարի տալիս ներողություն եմ խնդրում այս խոսքերիս համար Հրազդան ցեմենտը, այլ մենք պետք է փորձենք հասկանանք ինչ խնդիրներ կան եւ ես մեկ անգամ պնդել եմ եւ ելի եմ պնդում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ներկայացուցիչ ունենա այս գործանում այստեղ է նաև պետական վերահսկողության ծառայության պետ պարոն Ռոմանոս Պետրոսյանը, որը նախկինում Կոտայքի մարզպետն էր եւ մենք ինքներս էլ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել միասին, քանի որ պարոն Պետրոսյանը նույնպես սրտացավ է այս գործարանի համար։ Մենք կարող ենք լինել ձեր գործընկերներ այս հարցում։ Շնորհակալություն եզրափակիչ ելույթի համար, համեցեք։ Պատժված է չի։